Ռինգ է դուրս եկել ՔՊԱ-կան նորատուսցի Նարեկ Գրիգորյանը։ Մեր բակի թողեք ես խփեմ ոճով։ Թողեք խփի, ախր սա պենալտի, բավարը չկպնի։ Չի կպնում նաև Նարեկ Գրիգորյանի դեպքում, որ գրոհում է Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի ուղղությամբ։ Նարեկ ջան, հանգիստ։ Այս հրմշտոցից րոպեներ առաջ ընդդիմադիր падգամավորը կարծիք էր հայտնել։ Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց, թե ով է իրականում համբալը։ Նայեք այդ տեսանյութերը։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին ՔՊԱ-կանների կոռուպցիոն գործարքներին վերաբերող հայտարարություններից հետո էր ընդդիմադիրներին համբալ անվանել։ Նստեք տեղները, ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Սպառնացել լցնել ԱԱԾ պատվալ։ Հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա, եթե չեմ սխալվում, ինձ հետաքրքիր է դուք ինքը նայեք այդ տեսանյութերը։ Հիմա ով է համբալել է։ Լևոն Քոչարյանի համոզմամբ Նիկոլ Փաշինյանն այնքան չի ջղաձգվում թուրք ու դավաճան որակումներից, որքան ՔՊԱ-կանների շրջանում ծաղկող կոռուպցիայի մասին հարցերից։ Որ ընդդիմադիր падգամավորը հարց է բարձրացում, կոնկրետ հարց, որը պահանջում է պատասխան։ Ու այդ պատասխանը չի տրվում ու դրա տեղը այտենց շոր այդ ներվային հիստերիկ շարժումներն են լինում, որակումները, մեղադրանքները։ Հայաստան խմբակցության падգամավորի խոսքով Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի բանավիճի իր հետ։ Ուստի ադեկվատ չէ 3 նախագահներին բանավեճի հրավիրելու նրա առաջարկը։ Այսինքն դուք լուրջ մտածում եք, որ օրինակ հայրս, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա եւ բանավիճի նրա շուրջ, թե 2023-ին Արցախով հանձնել։ Լավ, սա դուք լուրջ եք համարում։ Կամ այսինքն լուրջ մտածում եք, որ 30 տարի բոլորը բանակցում էին Արցախը տալու հետ կապված, բայց այ մենակ հանճարեղ Նիկոլ Փաշինյանին է դա հաջողվել։ Արցախը տալու համար ընդամենը պետք է անել այն, ինչ դուք արել եք, ճանաչել այն Ադրբեջանի կազմում։ Պատկերացրեք, օրինակ ինչ որ մեկը ասում է լուսնի վրա կյանք կա, այ գիտնականներ, աստրոֆիզիկներ, եկեք բանավիճենք դրա շուրջ։ Նրանք ասեն, ու դու հիմար չես։ Ու ինքը ասի, այդ տեսակ իրանք չեկան, ուրեմն ես ճիշտ եի։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան շուրջ հյուսված 4 միլիարդ դոլարի միֆին է նաև անդրադառնում Հայաստան խմբակցության падգամավորը։ Պնդում Քոչարյանների ընտանիքը կարող է ներկայացնել իր ունեցած ամեն միլումայի օրինականության հիմնավորումը։ 4 միլիարդի հետ կապված, չգիտեմ, բանկեր, օդանավակայան, հանքեր, սպայկա, հիվանդանոց, ինչ սուտ ասես տարածվել է։ Ես չգիտեմ, մեր նորանկախ պատմության շրջանում ավելի շատ սուտ ու կեղծիկ ու sense դեմոնիզացիա ինչ որ մեկի հանդեպ ավելի իրականացվել է, քան մեր հետ կապված։ Ոչ մի հանցավոր ճանապարհով ձեռք բերված որևէ գույք չկա եւ չկա գետ մեկ լումա, որի օրինական բացատրությունը մենք չունենք։ Լևոն Քոչարյանը վերահաստատում է իր ընտանիքը ունեցվածքը պահելու համար իշխանության հետ լեզու գտնելու խնդիր չունի։ Սիրելի հայրենակիցներ, ունեցվածքը պահելու համար կամ պիտի խելոք վերընկնես տեղը, փորձես լեզու գտնել իշխանությունների հետ, կամ պիտի ամեն ինչ վաճառես թողնես գնաս։ Մենք ոչ մեկն ենք արել, ոչ մյուսն ենք արել։ Ու իմիջիալուց նման բան անողներ եղել են, օրինակները բոլորիդ հայտնի է։ Մենք դա չենք արել, մեր խնդիրը դա չէ, առնվազն մինչև 23 թվականի ամառը կարող ենք այդ ամեն ինչը անել, մինչև այս գործերը լինել։ Չենք փախչում, վիրավորանքներն էլ չենք հանդուրժում, շարունակում է Լևոն Քոչարյանը։ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ու ուշադիր լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ արնել։ Արտահերթ երբ հանդես կգամ ես։ Ու հանդես եկավ Հակոբ Արշակյանը, Պարոն Լևոն Քոչարյան, չափերը ճանաչեք։ որ խոսքով չափեր ճանաչելու ջատագով է, գործով լրագրողի վրա հարձակվող։ 2021 թվականի մարտի 18-ին Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել էր լրագրող Փայլակ Ֆարհադյանի վրա, ճանկրոտել նրան, վնասել համակարգիչն ու հեռախոսը։ Ինչ է թե լրագրողը հարցրել էր այն ժամանակ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանին, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում։ Իսկ հիմա էլ որևէ մեկը իրավունք չունի ընդհատել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ելույթը։ Հակառակ դեպքում ինչ պետք է անի Արշակյանը։
Պետք է այրի ընդդիմախոսներին, ինչպես 10 տարի առաջ փորձում էր այրել Ռուսաստանի դրոշը այդ երկրի դեսպանատան մոտ։ Դրոշն այրելու գործն անգամ տապալած Արշակյանը հիմա սպառնում է պատգամավոր շպրտել։ Հիմի կհանեմ կշպրտեմ դուս դալի։ ՔՊԱ-կան Արման Եղոյանը որոշում է Լևոն Քոչարյանին բացատրել, թե ով է Հակոբ Արշակյանը։ Բացատրելու փորձեր է անում անվտանգ հեռավորությունից։ Խորհրդարանական հերթական հրմշտոց լեզվակռիվը հանդարտվում է, երբ թիմակիցների հորդորով Լևոն Քոչարյանը դուրս է գալիս նիստերի դահլիճից։ Ալփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։